Սիրելի հետևորդներ ջան, բարևներ, ինչպես եք, ինչպես է, ձեր տրամադրությունը, իմ տրամադրությունը շատ լավ, շատ բարձր, շատ հավեսով, ովքեր նոր են միացել իմ էջին, ասեմ, որ գտնվում եք Անահիտի խոհանոցում, բոլորի նման, ոնց բոլորս նենց էլ մենք, ինչ եփել այսօրի հարցերն ենք կարգավորում, այստեղ տեսակ կաղամբ եմ խաշել, տոլմա պիտի փաթաթենք, բայց այս պահին ուզում եմ տեղափոխություն անեմ, որովհետև այսօր մի հատ համով, հոտով, հավեսով, այսպես ասած, ուտեստ ենք պատրաստելու, որ ինչի հետ էլ մատուցենք, շատ համով ու շատ լավ է ստացվում, մինչ գործողությանը անցնելը չմոռանաք լայքեք, տարածեք, բաժանորդագրվեք ու մի հավես գրառում անեք, քանի որ դրանով օգնած կլինեք իմ աշխատանքը տարածելու ձայների համար ներող, որովհետև անձրև է, Երևան եմ, անձրև է, ինչ եմ պատրաստելու ենք հավիթոք, սենց են ասում, իրան լավ լվացել ենք, թողել քամվի ու այսպես կոչված, սիրելի հետևորդներս, այսպես ասած, իրա այս ավելորդ մասերն ենք հեռացնում, մաքրում, թե դժվժիկը, թե հավիթոքը, այսպիսի պլյոնկա կոչվածը պիտի հանենք թաղանթը, կարելի է, եթե ձեռքով ստացվում է ձեռքով, եթե ոչ, սիրելի հետևորդներս, կողքս դանակ ունեմ դրած, դանակի օգնությունով, հաճելի ձևով մաքրելու ենք, այսպես, տեսեք ինքը ինչքան հեշտ ու հանգիստ, հաճելի ձևով պոկվում է, այնպես որ կամ օրինակի համար հեռացնելու եմ նաև այս ավելորդ մասերը, քանի որ սա ընդհանրապես պետք չի, այսպես, սրան պետք չի, այսպես ուշադիր ձևով մաքրեմ, հանեմ թաղանթը, որից հետո շարունակում ենք, սիրելի հետևորդներ ջան, այստեղ մինչև թոքը կեպվի, սուրճի պատրաստություն եմ տեսնում, վստահ եմ առավոտ վայելույսով բոլորս էլ այդ գործին ենք, չէ։ Այստեղ ինչ եմ արել, թոքը լավ լվացել եմ, եթե նախորդ անգամ լվացել էի քամել, այս անգամ տեսեք, որ համարյա թե երեսը ծածկում է, ու ոչ մի բան չեմ անելու, ոչինչի ձեռք չեմ տալու, իրան մարմանդ կրակով թողելու եմ եփվի այնքան, մինչև որ համարյա թե ջուրը քաշվի, իսկ այդ ընթացքում մենք սրճենք, վստահ եմ, բոլորս էլ այդպես եք չէ վարվում, կհանդիպենք, երբ որ արդեն համարյա թե պատրաստ լինի, ընթացքում գլուխ սոխ ենք մաքրելու, քանի որ սա այն ուտեստն է, որ սոխը շատ է պահանջում իրա մեջ, անցնենք գործի։ Սիրելի հետևորդներ, շարունակվում է պատրաստվել թոքը, խառնել եմ դե բնականաբար, պարզա, վերջի պահն արդեն, ջուրը բավականին քաշել է, շատ աննշան է մնացել, ինչը համարում եմ նորմալ։ Հիմա աղ եմ ցանում, աղի հետ միաժամանակ այս 4 գլուխ սոխն եմ անելու, որովհետև սա այն ուտեստն է, սիրելի հետևորդներս, որ շատ է սիրում սոխ։ Ու այսպես ձեռքով տնավարի, հայավարի, հավեսով կտրտելու եմ։ Դրան զուգահեռ կանաչիել եմ կտրտելու, բայց կանաչին արդեն ամենավերջում։
պատկերացնում եմ սոխ չսիրող մարդիկ ոնց են նայում այս հոլովակը, բայց թե էտա սա համովա առատ սոխով այ էսպես ու մի քիչ էլ խոշոր ենք սոխը գտնում, որ մեջը չտորի մնա էսպես հիմա պարզավոր սոխինել ենք աղանում, որ համովանը մինչ այս պահը բուսայուղ, յուղ, ոչինչ չեմ դնում, քանի որ այս տանը սիրում են տնական յուղ, բուսայուղ շատ քիչ են օգտագործում, յուղ դրեցի, գազօջախը ուժեղացրեցի ու եկեք իրան խառնեմ, բայց ճիշտ կլինի փայտի գթալով խառնեմ տապակը չփչացնելու համար այսպես սոխը հենց թուլացավ մեր ուտեստը պատրաստ է շիրելի հետևորդներ չէ աշխատում եմ սոխը տապակի հատակին լինի, ծածկում եմ ու սպասում, որ տապակվի։ Սիրելի հետևորդներ, անցավ արդեն բավականին ժամանակ, սոխը լավ թուլացել է ու ոնց տեսնում եք մատուցել ենք կարտոֆիլի ժարիճով, ասեմ, որ շատ անուշաբուրում, ես էլ կանաչին եմ ավելացնում և ասում բարյախորժակ բոլորիս։